զարգացել ավանդական և նորարար մեթոդների միասին և կազմակերպել դասը, որը վերնագրված է Հայաստանը ինքնուրույն դերակատար աշխարհաքաղաքական իրողությունները։ Մինչև երեխեք ջան, դուք կանցնենք բուն դասին, ես խնդրում եմ մեր արդարության գավաթից քաշեք թերթիկներ և մի բացեք, սպասեք մինչև ես ուսումներ կտամ, փոխանցեք այսպես և ամեն մեկըց վերցրեք մի թերթիկ, որով մեզ պետք են գալու ընթացքում։ Իմ նպատակն է աշխարհացույց հարթակի միջոցով կազմակերպել այսօրվա դասը։ Դուք տեսնում եք ես ինչ նպատակ եմ դրել, դասի վերջում մենք կտեսնենք հասել եմ ես արդյոք իմ նպատակին, թե ոչ։ Ինչպես ես արդեն ասացի, նպատակում եմ վերջնարդյունքում ունենալ աշխարհաքաղաքական իրավիճակի վերլուծություն արտավազդ երկրորդի կերպարի և նրա օրոք տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների մասին, այնուհետև կարողանանք մենք վերջում գնահատել արտավազդի դերը հայրենասիրական պատմության մեջ և արժևորենք անկախ ու զորեղեցություն ունենալու անհրաժեշտությունը և կարողանանք գնահատել հայկական պետության տեղն ու դերը հին աշխարհի պետությունների համատեքստում։ Ուրեմն, այսպիսով անցանք մեր դասին, մենք ուշակելու ենք երևել։ Քանի որ մեր դասը եղել է շրջված դասարան մեթոդով, արդեն երեխաները նախապես տեղյակ են մեր դասի բովանդակության, ընթերցել։ Այժմ մենք վերլուծելու ենք ըստ ամենայնի։ Հիմա ինչու ես սիրում ուշադրություն վարժություն երեխեք, կարող եք ասել, թե ինչու եմ այս վարժությունը շատ սիրում։ Ձեր բարձրացրու, ասա։ Վերլուծում ենք դասի գլխավոր կետերը, դասի գլխավոր բառերով հիմնական միտքը։ Ահա, բայց ինչ, հիմնական միտքը, բայց էլ ինչն եմ սիրում ես այս վարժության մեջ, ասա տեսնեմ անի։ Տրամաբանում ենք և մարզում ենք մեր ուղղակը։ Ինչ ենք անում երեխեք մենք, սրանով ինչ ենք անում, քանի քայլ ենք մենք կազմում, քայլերով ենք չէ անգնում, այդ քայլերը ինչ են իրենցից ներկայացնում։ Հարցեր, կանգնիր, հարցը ինչն է տվյալ դեպքում, մենք ինչու ենք հարցադրումներ անում։ Հարցադրումները տալիս ենք այնպես, որպեսզի պատասխան լինի այո կամ ոչ։ Ահա, և կարող ենք նաև կապել այդ առարկաների հետ։ Լավ, շատ ճիշտ, ուրեմն երեխեք մի հույն փիլիսոփա ասել է, որ առանց մտածելու տրված հարցը նման է առանց նշանակետի նայելու արձակած նետի։ Այսինքն մենք սովորում ենք հարցադրումներ կատարել և հնարավորինս շատ բան բացահայտել մեզ համար։ Այժմ հիմա մեր այսօրվա մինչ անցկացնենք դրան, ասենք 4 քայլից գուշակեք, թե որն է եղել այսօրվա իմ մտքում պահած բառը, որը ըստ ձեզ դասի հիմնական գաղափարն է։ Ըստ ձեզ որն է։ Ոչ, դուք չկարողացաք կռահել այսօր, թե որն է մեր դասի իմ մտքում պահած բառը։ Դուք եթե բնութագրեիք արտավազդ երկրորդի առաջին հերթին նրա մասին ինչ կասեք, ինչպիսի մարդ էր նա։ Բազմակողմանի զարգացած։ Հզոր հեռատես։ Քաղաքագետեր ինչ։ Իմ մտքում ես երեխաներ հայրենասեր։ Ես այսօր իմ մտքի մեջ պահել էի հայրենասեր բառը, որը կարմիր գծով գնում է այս ամբողջ դասի ընթացքում ինքնազոհության, հայրենասիրության, արժանապատվության ձևով։ Այժմ երեխեք նայեք ինչ կապ կարող է ունենալ այս արձանը մեր դասի հետ։ Սա Մայր Հայաստան արձանը գտնվում է մոնումենտում, երեխեք մեր հաղթանակ զբոսայգում։ Ինչ է ինձ ներկայացնում այն, ինչ կապ ունի մեր դասի հետ։ Ինչ կապ ունի։ Չեք իմանում, մի վախեցեք սխալվել, երեխեք սխալ բան չկա, ասա։ Արտավազդը իր մահից հետո գլխավորում էր որպես աստվածային կերպար։ Կարող ես կանգնել ասելիս, որպես հավելի լինես բոլորին, ասա։ Արտավազդը իր մահից հետո գլխավորում էր որպես աստվածային կերպար և Մայր Հայաստանը։ Ինչու է Մայր Հայաստան։ Հենց Հայաստանը գայացած է մի արձանը։ Թուրք ինչ է խորհրդանշում այստեղ։ Հարձակվելու է։
Մենք հարձակվելու ենք, պաշտպանվելու ենք, այսինքն ինչն ենք պաշտպանելու ենք։ Բա միթե դա կարևոր չէ, երեք մեր այսօրվա դասի հիմնական բովանդակության մեջ չէ, որ Արտաշեսը արտավազդը ներողություն պաշտպանում է իր հայրենիքը ինչպես կարողանում։ Այժմ մենք անցնենք մեր Սարիգի հաջորդին եւ խոսենք մեր դասի մասին։ Ուրեմն եկեք տեսնենք, խոսում ենք Տիգրան Դեցիմալից հետո սկսեցինք դասը, պատմում ենք դասի թեման ներկայացնում ենք, ասան։ Արտավազդ երկրորդի գահակալությունը։ Արտաշատի պայմաններից հետո Տիգրան Մեծը կառավարում է ևս 10 տարի։ Նա մահանում է Քրիստոսից առաջ 55 թվականին 85 տարեկան հասակում։ Տիգրան երկրորդը արդեն մեծ էր, տարեց էր եւ չէր կարող միայնակ ղեկավարել երկիրը։ Այդ իսկ պատճառով նրան օգնության է հասնում իր բերկություններ, երկասիրություններ եւ բազմակողմանի զարգացած էր։ Արտավազդը կառավարել է Քրիստոսից առաջ 55-ից 34 թվականներին։ Նա բարձրացավ մի շատ լարված ժամանակաշրջան երկու կողմից։ Լավ, շարունակենք երեխեք։ Հիմա այս Սարիգի վրա դուք տեսնում եք եւ մտածեք ինչ եք պատմելու սրա վերաբերյալ։ Ասա տեսնեմ, Վարդի լարված իրավիճակ, շարունակեցինք։ Մեր քաղաքական պայքարը ավարտվեց Քրիստոսից առաջ 60 թվականին Հուլիոս Կեսարի, Մարկոս Կրասոսի եւ Գնեոս Պոմպեոսի կոչված դաշինքով, որը կոչվեց առաջին երապետություն։ Քրիստոսից առաջ 54 թվականի գարնանը Հուլիոս Կեսարը Այդ հանրապետական վարչակազմը երեխեք այնտեղ ես գրել եմ։ Երբ կարող ենք մենք ասել հռոմեական կայսրություն, երբ հռոմեական հանրապետություն։ Երբ է Հռոմում հաստատվել հանրապետական վարչակազմ։ Ասա 509-ից կամ 510-ից որոշակներ մինչև 27 թիվ, Քրիստոսից առաջ։ Քրիստոսից առաջ 54 թվականի գարնանը հռոմեական 50,000-անոց Սպասիր, ուրեմն Հռոմում կազմավորվեց երկրորդ երապետությունը։ Մենք տեսնում ենք նաև Հայաստանի պայքարը, ում միջև է կանգնած Հայաստանը, Հռոմի եւ Պարթեստանի։ Այժմ մենք տեսնում ենք Պարթևական պետությունը հսկայացավ։ Եվ միևնույն ժամանակ մենք տեսնում ենք նաև այստեղ ինչ ենք տեսնում։ Հռոմեական հանրապետության սահմաններն ենք տեսնում։ Լավ, հիմա ասա։ Քրիստոսից առաջ 54 թվականի հռոմեական 50,000-անոց գումբանակը Կրասոսի հրամանատարությամբ արշավեց Ասորիկ եւ հենց այդ ժամանակ էլ Արտավազդը եւ Կրասոսը հանդիպեցին։ Մի րոպե, դու տեսնում ես այս սահիկում նման բան։ Ես ասացի նայում եք սահիկում, երբ պատմում ենք դասը։ Ասա։ Քանի որ Արտավազդը հենց գահ բարձրացավ այս շրջանում արդեն Հայաստանը կարևոր ընտրություն պետք է կատարեր Հռոմի եւ Պարթեստանի միջև, որը կորոշեր տարածաշրջանում երկրների իշխանությունը եւ Արտավազդ երկրորդը պետք է որոշումը ճիշտ կայացնել Հայաստանի ապագան որոշելու համար։ Այդ պատճառով Նա կարող էր զերծ մնալ այդ հանդիպմանը, որևէ մեկին աջակցելու ընթացից, ինչու չէր կարող։ Նստիր, Այսօր փորձում էր ավելի շատ նեյտրալ իրան պահել, սակայն դա չէ կարող։ նեյտրալ հայերեն ինչպես կասել։ Չէ կարող պահել, սակայն դա երկար ժամանակ լինել, քանի որ Արտավազդ երկրորդը պետք է ընտրություններ կատարել եւ իր օգնությունը ցուցաբերել այդ վիճակում։ Մենք տեսնում ենք երեխեք Մարկոս Կրասոսին, որը Հռոմի ամենահարուստ մարդն է։ Նա իր գումարովի ունեցվածքով ամբողջովին կարողանում է իրեն ենթարկել Հռոմի ցանկացած քաղաքական գործընթաց։ Լավ, այժմ տեսնենք հաջորդը ինչ է։ Եվ Կրասոսը ի վերջո եկավ արևելք։ Այժմ խոսենք նրա հանդիպման մասին։ Ասորիկում նա հանդիպեց Մարկոս Կրասոսը, ով երապետության անդամներից մեկն էր, Քրիստոսից առաջ 54 թվականին գալիս է Ասորիկ։ Նա ցանկանում էր հարձակվել Պարթեստանի վրա եւ հույսեր կապի նաեւ Հայաստանի հետ։ Այսպիսով Քրիստոսից առաջ 54 թվականի գարնանը ինչ էր մտածում, նա ինչ առաջարկեց Արտավազդին։ Ասեց, ես հարձակվելու եմ, դու էլ հռոմեական ժողովրդի բարեկամ եւ դաշնակից ես, ինչպես ես օգնելու ինձ։ Արտավազդ երկրորդը նույնպես ժամանում է Ասորիկ Քրիստոսից առաջ 54 թվականին եւ որոշում է, որ Արտավազդը պետք է 40,000-անոց զորք տրամադրի, որը 16,000-ը հետևակն է, իսկ 24,000-ը Հեծելազորը լավ նստիր, հետո ասա, բայց պայման դրեց Արտավազդը։ Մի րոպե, Անիջան, Անահիտ ասա, Արտավազդը հավաստիացած թե կարող է տրամադրել զորքը, հետո 40,000-անոց զորք
բայց արտավազդ նաև ասաց, որ կարող են արշավանք կատարել Հայաստանի տարածքները, այլ ոչ թե ասորի ճանապարհներով, բայց Կրասոսը դրականապես մերժեց իր առաջարկը եւ չփոխեց իր մարտավարությունը գնաց ճանապարհներով, դա վտանգավոր էր մեծ կարճ ճանապարհ։ Դուք հասկանում եք 40,000 ինչպիսի թիվեր եղել, պատկերացնում եք, դա Հայաստանի ամբողջ բանակն էր։ 16,000-անոց Հեծելազորը նա ամբողջովին հանում էր, բա որ ինքը հանում է իր երկրի բանակը, ով է պաշտպանելու իր երկիրը։ Լավ, նստի, փոխեց մարտավարությունը, ոչ, լավ, շարունակենք հիմա։ Երեխեք, առհասարակ պատմության մեջ շատ կարևոր է անհատները եւ մենք այստեղ տեսնում ենք, թե ովքեր են ինչ դերակատարներ ունեն քաղաքական, առհասարակ մեր ժամանակաշրջանում։ Ուրեմն այսօր ուզում եմ անպայման երևա, թե ովքեր են մեր դերակատարները քաղաքական, առաջին երրապետության անդամ Մարկոս Կրասոսը, մենք տեսնում ենք արդեն այս ժամանակ օրոդեսը ով էր, պատվված արքան էր, մենք տեսնում ենք Արտավազդ երկրորդին, որպես աստվածային, իր դրանների վրա աստվածային կար մակագրությունը։ Այժմ եւ երկրորդ երրապետության անդամ Անտոնիուս։ Այժմ շարունակենք հաջորդը, գնում ենք արշավանքի, ուրեմն, դուք ի՞նչն եք տեսնում, մենք այստեղ երեխեք, որտեղ գնում ենք, Խարանի, հարձակում ենք Պարսկաստանի վրա, եկեք այս դրվագը դե ասենք, ասատեսնեմ Արտուր։ Հռոմեական զորքը շարժվեց անապատներով, Անտիոքիա անապատներով, Ասորիքի անապատներով, այնտեղ ջրհորները թունավորվել էին նախապես, որպեսզի հռոմեացի զորքերը, հռոմեական լեգիոնները թունավորվեն ջրից եւ չկարողանան պատերազմել։ Արդեն հասան Խարանի մոտ եւ այստեղ պատերազմ պետք է սկսվեր, ճակատամարտ պետք է սկսվեր, բայց Սուրեն զորավարը խորամանկ էր եւ ցանկանում էր հռոմեացի զորքերին հռոմեացի զորքը որնա, այդ զորքերի մեծ մասազգությամբ ուրիշներից են։ Հռոմեացի հասկանում են, որ քաղաքում զոհված են։ Քանի որ Կրասոսը միշտ հաղթանակների էր հանդիպել, մտածում էր, որ իր դեմ ոչ մի խաղ չի կարող լինել, ոչ մի ճակատամարտ չի կարող լինել, եւ նա սկսեց հետապնդել արդյունքում երկու թևից շրջափակվեց եւ այդտեղ զոհվեցին Կրասոսը եւ իր որդին։ Այո, որքան էր զոհերի թիվը Արեք դու չես զոհերի 10,000 զինվորներ եւ նույն Պարտեստանը նույնպես մեծ քանակությամբ զոհեր ունեցավ։ Զոհերի թվում ովքեր էին երեխեք։ Կրասոսը եւ իր որդին, այո, անցանք առաջ, հիմա երեխեք շարունակենք պատմությունը, նայում եք Սահիկին, ինչ ենք պատմելու սրանից հետո, երեխեք, մենք տեսնում ենք ինչ դրվագ, այնտեղ այլ ինչ տեսարան է, Արիանա տեսնեմ, Սիրանուշ, դու չես մասնակցում ոնց թե Երբ Խարանի ճակատամարտում սպանվում են Մարկոս Կրասոսը եւ նրա որդին, ասում են, որ Սուրեն զորավարը հրամայել էր, որ Մարկոս Կրասոսի գլուխը ուղարկեն Հայաստան եւ Հայաստան այդ ժամանակ դեպի Օրոդես երկրորդը եւ ճաշելուկից հետո արդեն սեղանները բավարարվել էին եւ դերասանները հատեղություններ էին բեմադրում, այդ ժամանակ բեմադրվել է Էվրիպիդեսի Բաքոսու հիներ թատերությունը եւ դերասան Յասոն Գալացին եւ հետի կտրված գլխի փոխարեն դուրս է եկել Մարկոս Կրասոսի կտրված գլխով եւ արտասանել այս խոսքերը մենք իջել ենք լեռներից վերելով եղնիկ որը սպանվել է մեր հզոր հարվածներից եւ Ադոնցը ասում է որ Մարկոս Կրասոսի արշավանքը դժբախտություն էր, իսկ դա նրա յուրահատուկ եւ տրամաբանական բախտ։ Շատ ապրես նստիր։ Երեխեք, մենք մի կարևոր դրվագ բաց ենք թողել։ Երեխեք, ի՞նչն ենք բաց թողել։ Մենք այստեղ չհասկացանք, ես ինչպես Օրոդեսը եկավ Արտաշատ։ Բայց չէ՞ որ պետք է մենք դասենք ասատեսնեմ Արիան։ Երբ հայկական զորքերը հետ նահանջեցին, քանի որ բարթևները Հայաստանի վրա սկսել էին հարձակվել, որպեսզի կանխեն Մարկոս Կրասոսի եւ հայերի համագործակցությունը եւ Արտավազդ երկրորդը վերադարձել էր Հայաստան, որպեսզի զբաղվի երկրի վիճակով։ Այդ ժամանակ Կրասոսը ասում էր, որ եթե
վերջացնեն արշավանքը նա վերաշխատիր կլինի Հայաստանից օգնություն չցուցաբերելու համար եւ արտավազերգորդը որոշում է այդ իրավիճակին հաշտություն դաշին կնքել Բարթեստային թագավոր Օրոդես II-ի հետ, Օրոդեսը ճիշտ է հաշվարկել իր քայլերը, օրինակ։ Այո, նա թույլ չտվեց, չէ, երբ զորքերի միավորումը, եթե միավորվեն ինքը պարտվելու էր, հայտնվելու էր երկու կողմից պատերազմի մեջ, մեկ ճակատից, մեկ հյուսիսից։ Եվ ըստ դաշինքի պետք է Օրոդես II-ի դուստրը ամուսնանել Արտավազ II-ի տղայի հետ։ Չէ, Արտավազ II-ի Դաժանի, այժմ ասենք, պարթևական զորքերը Բաքուրի և Վասակ զորավարի գլխավորությամբ ազատագրեցին որ տարածքները, այնտեղ արդեն թվարկված Անահիտ ասա։ Փյունիկյան, Պաղեստինը, Փյունիկյան։ Լավ, հիմա Կրասոսի հետելով էր զոհվել։ Նրա որդին, մեծ էին արդյոք նրա տված կորուստները։ Այո, շատ մեծ էր այդ ժամանակվա համար։ Երեխեք, ի՞նչն է ունեցավ հնոմում դրանից հետո։ Պուլիոս Կեսարը սպանվեց, նա չմոռանալ նշել, որ Պուլիոս Կեսարը վերլուծելով Կրասոսի պարտությունը եկավ այն եզրակացության, որ այլ եթե ինքը արշավեր Կրասոսը Հայաստանի տարածքով բոլորովին այլ երկ ունենար պատերազմի և ծրագրեց ինքը հաջորդ արշավանքը կազմակերպել հենց Հայաստանի վրայում։ Կարողացավ արշավել Պուլիոս Կեսարը։ Այո, Անտոնիոսը, որովհետև Պուլիոս Կեսարը սպանվեց Սենատի դահլիճում և հանրապետական այդ շրջանը ավարտեցինք։ Վերջին եռապետը նա է, ով մնացել էր մենակ արդեն և նա է սպանվեց։ Հաջորդը 43 թվականին հաջորդ տարվա Հասարյանն 43 թվականին հնոմ ստեղծվեց երկրորդ եռապետությունը և արևելքը տվեց Անտոնիոսին և Անտոնիոսը քաղաքականություն վարում էր հակառակ Հայաստանին և արդեն այդ դեպքում Հայաստանը չէր կարող պահպանել իր չեզոքությունը և երբ հռոմեական զորքերը պետք է արդեն Հայաստանի տարածքով արշավային Պարթեստանի դեմ Հայաստանը տրամադրել էր իր ընդամենը 13,000 ոզմի զորագունդ, սակայն Բախի այդքան քիչ, ինչ ես մտածում։ Ինչու այդքան քիչ։ Ինչ է հաշվարկել։ Կասկը արդեն Հռոմի պարտությունը կանխորոշել։ Չէ, մտածել է, որ օգնություն չէր արդյոք այն հանգամանքը, որ ապահով իր զորքերը գալու էին Հայաստանի տարածքից արշավում էին։ Այնքան հանգիստ, որ ինչ ստրատեգիական սխալ թույլ տվեց Անտոնիոսը Կոլյա, նստի։ Անտոնիոսի արշավանքների ժամանակ շատ ռազմավարական կողմից սխալ թույլ տվեց, պաշտպանողական մեքենաները կենտրոնացրեց երկու լեգիոնում և գլխավոր ուժերի միջոցով արշավեց դեպի երկրի խորքերը, պարտեզները օգտվելով այդ առիթից հարձակում կատարեցին և ոչնչացրին պաշտպանողական Դուք այժմ տեսնում եք Անտոնիոսի ունեցած պաշարողական տեխնիկաներ, պարսատիկներ, ամրոց գրավելու սարքեր և այլն։ Լավ։ Առանց ռազմական տեխնիկայի բնականաբար չէր կարող հաղթանակ տանել և բացի այդ ուներ 20,000 զոհ սպանված։ Չէ, նա ինչ է հասկացել, նա ինչ է նշանակում գումակ։ Ասում նա գումակը հետևում էր նրան հեռավորության վրա։ Հիմնական զորք։ Ասա, ինչ։ Հիմնական զորք։ Չէ, գումակը հիմնականն է։ Այդ ռազմատեխնիկան։ Ձեր ասացեք Ռազմատեխնիկան գումակ։ Ահա, այսինքն ոնց որ կցորդ իրանց տեխնիկան տեղափոխում էր առանձին։ Սա ճիշտ արարք է, արդյոք։ Ինչ արեցին պարտերները։ Ընդ որում նրանք Պարթեստանի տարածքում էին այդպես հանգիստ գնում, շնամու տարածքում։ Ինչ արեցին պարտերները։ Հարձակվեցին Հասանահին։ Քանի որ նրանք հաջողեցին այսքան դրա պատճառով ունեցան 20,000 կորուստ եւ այդ ամենը չտեսնելով Անտոնիոսը չցանկացավ իր քաղաքականությունը շարունակել, նա ցանկացավ նա ցանկացավ փախչել, բայց այդ ամենի չի մեղավոր հանեց Արտավազ II-ին, քանի որ Արտավազ II-ը թողել էր Մարտի դաշտ եւ վերադարձել էր Հայաստան։ Նրա համար Անտոնիոսը վերադարձավ Հայաստան, որպեսզի գնա հետո դրանից Եգիպտոս, Կլեոպատրայի մոտ, նրանք 27-րդ օրը հասան արդեն գետի մոտ, ու շատ ուրախացան, որովհետև արդեն պաշտպանված էին Հայաստանի տարածքում, նրանք ուրախացան, սկսեցին համբուրել հողը և որ կարողացել են փրկվել, բայց ինքնի հոգու չարությունը պահպանած գնաց
այնտեղ։ Նա Հայաստանում էր եւ գնացին ինչ պլանավորեցին հետո։ Ասա տեսնեմ լիվի ես քեզ շատ տեսում այսօր։ Անգլերեն խորամանկության նա գործում է Արտավազդի բերել Հայաստան, նա առաջին նրան կանչում է, որպեսզի քննարկեն իր դստեր եւ Արտավազդի քրոջ ամուսնությունը, աղջկա ամուսնությունը, երկրորդ անգամ հրավիրում է, որպեսզի քննարկեն Պարտեզստանի հետագա Առաջին անգամ Պարտեզստանին, երկրորդ անգամ ամուսնության հարցերը, ավելի մտերմիկ։ Սակայն երկուսուն Արտավազդը մերժում է եւ Քրիստոսից առաջ 34 թվականին աշնանը արշավում է դեպի Հայաստանի վրա 50,000-անոց զոհ։ Երեխեք, որ գալիս է Հայաստան, ինչ է անում, ես նա ոչ մի ընդհանրում է արդյունք բոլոր կանցերը, այլ նաև Արտավազդ երկրորդին տանում երկու բոլոր ամրոցները և նկատին է տանում։ Այսօր ասում եմ, որ բոլոր զինվորները, ովքեր կարողացան փրկվել, եկան վերադարձնել հանձնություններով։ մեծ ավարով, ռազմավարով, ճիշտ է։ Արտավազդ երկրորդը մեծ սխալ էր գործել, քանի որ երբ իմացել էր, որ երկիր է ներկուժել, ցանկացել էր բանակցությունների միջոցով լուծել հարցը։ Դա ինքը սխալ էր թույլ տվել միամիտ է, իսկ գուցե միամիտ չէ, իսկ գուցե նա գնում էր իմացյալ մահով գուցե, նա գնում էր, գիտեր, որ նրան բռնելու են ամեն դեպքում, այլապես ինչի են այդքան, նա գիտեր, չէ, որ նա հեռացել է իրենից դժգոհ, եւ նա գնում է անձնազոհ քայլի եւ գնում է դիմավորելու Անտոնիոսին, իհարկե նրան Գերի վերցնում արքայական ընտանիքին, արքունի գանձերը հանում է մեծ ավար և գերիներ։ Գերի է վերցնում և Եգիպտոսում ոսկե շղթաներով արքայական ընտանիքը քայլում էր։ Մենք այստեղ տեսնում ենք ժամանակաշրջանի նկարներից, որտեղ շղթայակապ տանում են։ Դա ասա, որ մասը։ Հաղթահանդեսի ներկայացում Անտոնիոսը կազմակերպում է հանդես, որի ժամանակ թագավորը եւ իր ընտանիքը ոսկե շղթաներով պետք է քայլեր եւ գրապատրային պետք է լավ բառերով շռայլեր, բայց հայոց թագավորը եւ նրա ընտանիքը հպարտ կեցվածքով են քայլում եւ մեծ տպավորություն է թողնում, ինչպես գրել է հույն պատմիչը, նրանք ցույց էին տալիս իրենց ոգու արիությունը, դա գրապատրային դուր չեկավ եւ կարգադրեց, որ նրանց զանգան։ լավ, զնդանն է դե ներողեք այստեղ ինչ հաջորդեց, ինչ քաղաքական գործընթացներ հաջորդեցին արդեն այս պահին, ասանային Անտոնիոսի Որտականոսի քաղաքական պատերազմները, որի ժամանակ Օկտավիանոսը, որտեղ թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ որի ժամանակ Անտոնիոս պարտել էր դրանց Ալեքսանդր Կլեոպատրայի մոտ, Կլեոպատրան հրամայեց, որպեսզի Արտավազդ երկրորդին մահապատժի ենթարկե եւ ինքը եւ Անտոնիոսը ինքնասպան եղան եւ այդպեսով որովհետեւ վախենում էին, որ Օկտավիանոսը նրանց գերի կվերցնի։ այո, որ վախենում են, որ նրանք գերի կընկնեն, որտեղ նրանք փախչելու տեղ այլևս չունեն երեխեք, այսպես նրանք ավարտեցին իրենց կյանքը, բայց դրանից առաջ նրանք Նաև այդ Անտոնիոսի մարդիկ հայրը դատապարտում են իրենց հռոմեացիները, Այո։ Կասիոս Անտոնիոսի մասին ասել է, որ Անտոնիոսը Արտավազդին ձերբակալելով եւ փողոցներով տանելով վարկաբեկել է հռոմեացիների պատիվը, նաև Պլուտարխոսը նշում է, որ դա անպատիվ արարք է, օգտադրուժ է։ այո, ուխտադրուժը ինչ բարելից է բաղկացած, ինչ է Երթումը դրժով, այո, լավ, ուրեմն այսպիսով ավարտեց մեր այսօրվա դասի հիմնական բովանդակությունները, մենք ընդամենը վերարտադրեցինք դասի, իսկ ըստ ամենայնի հիմա կվերլուծենք ըստ մաս եւ կազմակերպենք խմբային աշխատանք եւ այս կինոնկարը ես ձեր կտեղադրեմ ժամանակ չունենք, ես այնտեղ առանձնացրել եմ 5 րոպե վերջին պատմաբանների խոսքով, ժամանակակիցների խոսքով նկարագրվում է Արտավազդը, թե ինչպիսի կերպար էր նա, ես տանը կդնեմ հղումը ձեր զրուցարանում, դուք կդիտեք եւ մենք այդ մասին կխոսենք մյուս դասի առաջին 5 րոպեին, տեսնենք ով ինչ է նայել եւ ինչի հետ է համաձայն, ինչի համար, ինչի հետ ոչ։ Երեխեք, ուրեմն եկեք տեսնենք։ Ես այստեղ առանձնացրել եմ մի այսպիսի ձևակերպում, ինչպիսին պետք է լինի հայ տղամարդը, հայրը, ամուսինը եւ երկրի առաջնորդը։ Իդեպս
արտավազդի եկեք նրա կերպարը բնութագրեք, իհարկե մենք ունենանք նաև խմբային աշխատանքի տեսքով մի այսպիսի բան, ասա, տեսնեմ։ Այո, ինչպիսին պետք է լինի, արտավազդի կերպարին համապատասխան։ Արտավազդի կերպարին համապատասխան պետք է լինի հայրենասեր, խիզախ, ունենա արժանապատվություն, ունենա նաև Դուք ֆիլմի վերնագիրը նայեցիք, պատիվը կյանքից վեր, ուրեմն այո, ուշադիր եք, այո։ Հետո, էլ ինչ հատկանիշներ կան, որոնք ես այստեղ չեմ գրել, երեխեք նստիր, ասա տեսնեմ ուլա։ Իմ կարծիքով առաջինը պետք է շատ լավ տեղեկացնել տվյալ երկրի թագավորը երկրի անցյալի մասին, ըստ այդմ է, որպեսզի կարողանա ապագան կառուցի, պետք է լինի արդարամիտ, սակայն շատ դեպքերը պետք է ստանասրտություն ունենա ու Լավ, երեխեք ինչ է նշանակում, ճակատամարտը հաղթում են մինչև կռիվ տալ, այս արտահայտությունը ուզում են դուք ինձ ասեք, ինչ է նշանակում սա։ Ասա։ Դաշնակիցներ են ունենալ այստեղ, որ Հայաստան դրամադրեց Ռոմի 40,000 անձով, Այսինքն ինչպիսի միջավայր պետք է ստեղծես։ գրեթե դաշնակիցներ։ Դաշնակի, այսինքն քաղաքական այնպիսի միջավայր, որտեղ դու կարողանաս հաղթել, կարողացավ արտավազդը այնպես անել, որ ինքը հաղթի։ Կարողացավ հաղթել ինքը։ Ինքը իր կյանքում Դաշնակցության մեջ կարևոր է նաև սոխադարձ վստահությունը և միմյանց լսել է, քանի որ միակողմանի կողմից դաշնքի մեջ ընդհանրապես ինչպես տեսանք այս օրինակներում չկարողացավ։ Ուրեմն նա ըստ էության իր կյանքի գնով ամենայն դեպս կարողացավ պահպանել իր երկրի անկախությունը։ Լավ, ասենք ճիշտ ավերվեց եւ այլն։ Հիմա այստեղ արհեստական բանականությունը մեզ համար թեստ ունի պատրաստած, եթե մեր դասի վերջում կմնա, մենք այստեղ ժամանակ կմնա, մենք այս թեստը կկատարենք։ Իսկ այժմ ես կատարում եմ խմբային աշխատանք, մենք ունենք թերթիկներ երեխեք, ապա բացեք ձեր թերթիկները եւ կարդացեք, թե ինչ եմ ես այնտեղ գրել։ Ես հիմա կկարդամ նախադասություն, դուք կնայեք, թե այս նախադասությունը ինչ, որն է այլ խմբի վերնագիրը, որին կվերաբերվի այս նախադասությունը։ Հիմա։ Արտաշեսի ոգին անիծում է արտավազդին, որովհետև նա նախանձում էր հոր փառքի։ Սա ինչ խումբ կարող է լինել։ Ինչ նախադասություն եք դուք այստեղ տեսնում երեխեք։ Այո, պատճառը հետևանքային, երեխեք, ես ինչ եք մենք տեսնում այնտեղ, որովհետև ինչ է։ Լավ, բայց ես ինչ նախադասություն էր։ Ես ինչ նախադասություն էր։ Սա բարդ նախադասություն էր, բարդ զորադասական, ինչ է ինքը հետևանքը ասում, որովհետև նա նախանձում էր որ փառքի։ Դնում եմ ես այստեղ պատճառ եւ հետևանքը, չկարողացանք ասել, թե դա հայերեն ինչ քերականական կառույց է։ Ես դնում եմ այստեղ պատճառ եւ հետևանք խումբը։ Լավ, ով կա ում ձեռքին կա այնպիսի բառ, որը այս տրամաբանության մեջ տեղավորվում է։ Ում ձեռքին կա այդպիսի բառ։ Ինչ բառեր եք, ձեր ձեռքին ինչ բառեր կա։ Վասնզի, ինչ, քանզի, էլ ասեք, ուստի, հասկանում եք չէ, որ դուք տեղավորվելու եք այս մի շարքը, բայց որպեսզի բոլորը միանգամից տեղափոխվեք, այժմ կարդամ մեր հաջորդ խմբի անունը։ Արտաշեսը դնում է այնտեղը, որտեղ հարակսը մեծամորը խարմվում է եւ այնտեղ բլուրը հավանելով քաղաքիշինում եւ վերանում կոչում արտաշատ։ Էս ինչ է։ Էս ինչ է։ Այստեղ ինչ կլինի այն խմբի անունը, որը կտեղավորվի այս տրամաբանության արտասաշոտ։ Սա պատճառ է հետևանք, չէ, պատճառ հետևանքը արդեն դրել եք, ասա տեսնեմ։ Հա։ Հաստատում է։ Չեք կռավում։ Իմանքի տրամաբանություն։ Օրենացին աճերել է։ Հա, այսինքն ինչ եք ուսումնասիրելու։ Ինչ եք ուսումնասիրելու մեկ, երեխեք, ինչ եք անում մենակ։ Երեխեք, խորենացին ով է։ Պատմիչներն ովքեր են։ Հա, դա ինչ բաժիներ եք, ինչ եք ասում, ինչ եք վերլուծում եք ամեն օր։ Պատմագրություն չէ, ինչ։ Ամեն դասի միջին դուք այդպես։
առաջադրանք, այդ առաջադրանք հանը միչա։ Հա? Սկզբնաղբյուրներ, վայ նրա, սկզբնաղբյուրներ, վայ։ Ուրեմն սկզբնաղբյուրներ, պատմական սկզբնաղբյուրներ։ Դրեցինք մենք այստեղ է լինելու ձեր խումբը, ինչպես տեսնում եք մենք երագույնով ենք այսօր։ Հաջորդ խումբը ով է տեսնում իր լավակարգացեք ձեր ձերքի թերթերի մեջ, ինչ եք տեսնում, Պլուտարկով, Մենդելեևը պատմիչ է։ Ով թողոսի նա միայն, ով իր թերթի մեջ այդ տրամաբանության բառ է տեսնում, ասա։ Դիոկասոս, Մոսես Կորենաց, Քսենոֆոն, ուրեմն դուք նստելու եք այնտեղ։ Հիմա ասենք հաջորդ վարորդության երեխեք։ Դարվինը իր տեսությամբ վերջակետ դրեց աշխարհի ու մարդկության ծագման աստվածաբանական պատկերացումների։ Էս ինչ է։ Ես ասի, Նյուտոն։ Անհատ և հարաբերություն։ Լավ, անհատ և հարաբերություն, այո, լավ, երեխեք այժմ տեղավորվեք արագի մեջ, որովհետև մենք ուշանում ենք արդեն։ Նստեք խմբերում և ես խմբերին առաջադրանք եք տալիս։ Ով է սկզբնաղբյուրները որտեղ են, սա է սկզբնաղբյուրները։ Պատճառային եվանքային կապերը մեկին սար եք նկարում որի արմատները։ Պատճառներն են, երկճյուղերը, հետևանքները։ Սա երեխեք այս երկու պնդումներն են գրված, ձեր առաջադրանքները ուշադիր, երեխեք ջան։ Դավայ, արա։ Արա, ամեն մեկը երկու րոպե։ Հաջորդ առաջադրանքը մյուս տարբերակի, պատճառահետևանքային կապի բացահայտումը, արդեն ես թերթիկների վրա էլ է գրված ընկերներ, ես ուղղակի ձեզ համար եմ։ Եք որտեղ ստացվաճան։ Օլա, այնպես նստի, որ Սարգիսյուններ տեղ լինի։ Բայց ճանապարհի կեսի կյանքը ճանապարհի կեսի Անտոնիոսի և Արտավազդի կերպարներ վերլուծող խումբ։ Մենք ունենք Անտոնիոսի աչքերով նայեք Արտավազդին և հակեք Արտավազդի կոշիկները և քայլեք նրա անցած ճանապարհով։ Այդ երկու հարցի շուրջը մտածում եք։ Այո, այդ թղթի վրա։ Ասել եք պնդում։ Երեխեք մենք Արտավազդին ահագին երկար բնութագրեցինք, կարելի է դուք տեսանկյունների շղթայի ձևով ներկայացնեք։ Արտավազդի աչքերով Անտոնիոսը, նայեք Արտավազդը, ձերն ավելի կարճ է, ով կարող է խոսել Արտավազդից։ Ինչ-որ մեկը սխալ է իր հասցեն գտել ձեր մեջ։ Ապիանոսը չի Սկզբնաղբյուրը ձեր սկզբնաղբյուրներն են, լավ։ Երեխեք սկզբնաղբյուրները վերլուծենք, այդ կարդացածից են։ Չասնեք, որ Արտավազդը պետք է օգնել
Գրեք երեխեքի ցածր խոսեք, հաս դուք բեր այստեղից որն եք հաս։ Ոչ եք կարծում։ Դրա առաջանքի վրա դատերած եմ, ոնի չեք կարծում։ Լավ։ Մեր մոտ գրած չի։ Լավ։ Այո։ Եվ պատմում է, որ երկիրը օգնություն չվարկեցի կամեջ։ Ահում եք։ Ես չեմ լսում։ Պատմում է, որ վիճակով մտահոգված էր, քանի որ օգնություն չվարկեց կամեջիներին։ Փաստը ո՞րն է ընդդումը, որ եկել ասա։ Փաստային եւ Տիգրանը արտավազդի որդին էր, Հա, ինչու է կոչում փաստա։ որովհետեւ դա հստակ է ու Դատապետությամբ ապացուցված է, հետո իսկ ընդդումը բնդում արդեն կարծիքային արտահայտում է։ կարող է լինել։ Կարող է լինել եւ ճիշտ Լավ, հաջորդ լավ, այս մեկը թողնենք, որ բոլորը հասցնեն։ Երեխեք, հիմա այս մի խումբը որն է։ Պատահետևանքն է։ Անհատ եւ հարաբերություններ կապող հաստատությունը։ Հիմա ասա տեսնեն։ Անհատ եւ հարաբերություններ։ Ինչ առաջադրանք ունենք մենք այդտեղ։ Դասում ում ենք ներկայացնելու, հա։ Պլուտարկոսին և Դիոն Կասիոսի, ինչու՞։ Այս հակառակ է տվել երեխեք։ Բայց չեք տեսնում, որ սա ձեր թեմա ինչի վերաբերում։ Ծնված եկեզով պետք է վերլուծել, ես է զարմացա։ Երեխեք ջան, ասեք եմ են գոտից, որ ես կոմամ եմ ձերքի պտողել, դուր այստեղ։ Հարաս նկարեք տեսնեմ ձեր կարը։ Մենք նույնց ենք պատասխանելու։ Այո։ Պատճառ ասեք։ Ստեղծված իրավիճակի պատճառով։ Ուրա ո՞րն է պատճառը, երեխեք։ Արմատի վրա ինչ է գրած։ Պարտեստանը հռոմեայական զորքերի հարձակումը Պարտեստանի վրա։ Դա պատճառ է։ Դա պատճառ չի, դա ուղղակի պետք է գրեիք ո՞րն է պատճառը, երեխեք։ Հռոմը ինչ է, Պարտեստանը ինչ է հակում։ Դա ճիշտ չի կատարել երեխեք։ Ասա տեսնեմ։ Հա։ Առաջին հարցն է Անտոնիոսի աչքերով նայեք արտավազդին։ Անտոնիոսի արդեն նշել են, որ Անտոնիոսը շատ ագահ մարդ է եւ իր զոհից հետո 44000 զոհից հետո նա փորձում էր Դու նրա աչքերով նայիր արտավազդին։ Եթե նայենք, ապա կարող ենք ասել, որ արտավազդը շատ միամիտ էր, քանի որ Անտոնիոսի աչքերով Անտոնիոսի պատկերացմամբ ինքը միամիտ էր, այո։ հա, միամիտ էր, քանի որ ցանկանում էր գնալ էլի իրաց։ Լսի, ասա տեսնեմ։ Անտոնիոսի աչքերով արտավազդը կարծես թե բժշկության հույս էր, քանի որ հենց Հայաստանի հետ էր մեծ հույսեր կապել Պարտեստանի գրավելու համար, սակայն քանի որ արտավազդի վրա հարձակում էր տեղի ունեցել, Արտավազդը տեղեկացրել էր, որ չի կարող զորք տրամադրել, Անտոնիոսը ինչպես է բնդում։ Արտավազդը ուղղադրուժ էր, սակայն քանի որ Համաձայն ես նրա հետ։ ոչ Համաձայն չես։ համաձայն եմ, բայց պատճառ կար։ Լավ, Աշոտ դու ունես կարծիք։ Ինչու՞։ Քո կարծիքը կար այս ընդհանուր կարծիքի մեջ։ Ինչու՞։ Դու կարծիք չունես, չես կարող, օրինակ եթե արտավազդի տեղը լինեիր դու, ինչ կանեիր։ Կգնայիք ասել, հա, գնամ 40,000 զոհ կտանեմ ուրիշի պատերազմում կործանեմ, այո։ Դուք տեսնում եք, չեք կարողանում ուրիշի դիրքերից հանդես գալ։ Դա է խնդիրը։ Մենք այսօր տեսակետների շղթա ենք միշտ անում։ Ուրիշի անունից, ուրիշի կարծիքով աշխարհին նայելու այս հմտությունը, որը մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Հիմա երեք դուք ձեր փոխեցիք, ինչ փոխեցիք։ Պատճառը ընտրեցինք Հռոմից անվանում արևելք, Այո, դա պատճառ է։ հռոմեապարթևական պատերազմ ու հայ պարթևական դաշինք հետևանք։ Էդ էլ հետևանք, այ հիմա ճիշտ է։ Այո, երեք արիթը եւ պատճառը տարբերում ենք։ Որն է պատճառը, որ արիթ։ Պատճառը ի՞նչն է արիթ։ Օրինակ տվյալ պատճառով SS իրադարձությունը տեղի ունեցավ։ Պատճառն է խորքային թե արիթը։ Պատճառը, դրա համար պատճառները արմատներն են ցանկացած իրադարձությունների։ Հիմա երեք դուք ասեք։
Ծագում, նպատակ, բովանդակություն։ Ես Երթումանյանը ներկա գտնվել այն դասի, որը մենք արել ենք հենց այս մեթոդով, ճիշտ ենք Երթումանյանը, ճիշտ է, չէ հիշում։ Ծագում, նպատակ, բովանդակություն, արժեք և սահմանափակում։ Որքանով է արժեքավոր այս աղբյուրը մեզ համար։ Ես այնտեղ դրել էի Պլուտարկոսի և Դիոկասիոսի մեջբերում են։ Որքանով են արժեքավոր։ Արժեքավոր են նաև նրա մեծ հերիակ իրենց համարում են պաշտպանված հայկական խորհուրդը, այսինքն վստահում են հայերին։ Մենք պնդում որպես փաստը վերցրել ենք որպես արտավազդ Տիգրանի որդիներ և կառավարում են Հայաստանում, իսկ պնդում վերցրել ենք այն, որ հրամայեցնել երբ հասնում են ետի ակտը, նրանք հապում են միմյանց։ Այսինքն դու կարող ես ասել, նրանք հաս փրկվեցին մեռնելուց, լավ, իսկ լավ, կարող ենք, եթե մնանք մեզ հետ երեխաներ, մենք կարող ենք կատարել արհեստական բանականության թեստը։ Ըստ էության մենք ավարտեցինք, դու միայն պատասխանիր այն հարցին, Դիոկասիոսի և Պլուտարկոսի այդ սկզբնաղբյուրը որքանով է մեզ համար արժանահավատ։ Հավատում ես այդ սկզբնաղբյուրին, ինչու։ Չէ, այդ չպետք է պատասխանես, ինչ պետք է պատասխանիմ այս հարցին։ Ինչու է այն արժեքավոր, ով են արտավազդի մասին պատմողները, հռոմեացիները ունեն շահագրգռվածություն ստելու կամ ինչ-որ մեկ կողմնակալ կարծիք արտահայտելու։ Դա մեր հայ պատմիչները չեն ասելու խտադրուժ, դա ասել են հռոմեացիները, ուստի ես նրան հավատում եմ։ Կարող եք գնահատել Իննոբալյան համակարգում այս աղբյուրները։ 7 է գնահատում, ինչ կգնահատել դու։ Որքանով եք ես համար արժանահավատ։ 6 Այսինքն չենք հավատում հռոմեացիներին։ Մոսես Խորենացի ֆիլմը որ դիտեք, երևեք Մոսես Խորենացու կարծիքներն են մենք այնտեղ կիմանանք։ Լավ, այժմ երեխեքներ, շնորհակալություն դասին մասնակցելու համար, նրանք ովքեր ցանկանում են ինձ հետ կատարել 5 րոպե կտևից, ընդամենը 13 հարց է։ Փորձենք այդ կատարենք։ Գնացի։ Հիմա ո՞ր քաղաքի հունարեն արձանագրություններից է գրական ստեղծագործությունը։ Ինչ եմ գրում։ Արմավիճ, ճիշտ է, հաջորդը։ Արտաշատ Մարիամյանի ով է, Անիբալ, ճիշտ է։ Արքանամիստը ով է դարձել Անտիոքը մայրաքաղաք։ Տիգրան Մեծը, հաջորդը։ Ճիշտ է, անցանք հաջորդին։ Ոչ ակատամատում է Մարկոս Գրասոսը, Պրասպային։ Որ Պրասպային։ Գրել եք Պրասպա։ Խարանի, շատ ճիշտ է եղել։ Եկեք, ուզում եք արհեստական ես հաղթի, հաջորդը։ Պարտելական արշավակի ձեր ասածն եմ ասում ճիշտ է։ Հելենիստական պետությունն է հիմնվել Ալեքսանդր Մակեդոնացու Պտղոմիոսի կողմից։ Պտղոմիոսի կողմից, ասեցիք Սելևկյան։ Երեք Սելևկիոս Նիկատորը ով է։ Նրա զորավարը։ Դուք ինձ ասել եք Պտղոմիոսյան, հիմա ես կասեմ։ Ով։ Պտղոմիոսյան Եգիպտոս։ Այո, որովհետև երեք Սելևկյան պետությունը Սելևկիոս Նիկատորն է ստեղծել։ Հաջորդը։ Հնդկաստան ոսկե դարաշրջան երեխեք, նրանք ովքեր մոդուլից են սովորել, գրեցի Մաույան, տեսան գուպտաներից, խավեցի, ով ասած գուպտա, ասել ես, ես եստեղից Մաույան լսեցի, լավ, որը ռոմեական գործի, Գուլյոս կեսա, գնացին, հաջորդի, որտից սովետի ծույլ, ատոնես է Հայաստանից, ումը, Անահիտինը, գնացին, ով է պարտելական պետության հիմնադիրը։
Վերեթեք, արշակ, արդև արշակունիներ, որից է սերում է մեր ապագա, հաջորդը, որ քաղաքի անվանումից է առաջացել հունարի բիբլիա, բիբլոր, և վերջինը վերջապես, գտենք, հին հայկական ավանդության համաձայն, որ եղած, որտեղ Մասիսու, գրեցինք Մասիսու, այսպիսով, ավարտեցինք թեստը, 12-ը ճիշտ, մեկը սխալ, այն է ճիշտ, լավ, ապրենք,